Հայաստանում առաջին միավ վարակագիրը գրանցվեց 80-ականների վերջին։ 28 տարի անց պաշտոնական տվյալով այսօր մեր երկրում հաշվառված է 2500 միավ վարակագիր։ Մասնագետները վստահեցնում են, որ քիչ չեն նաև չբացահայտված վարակագիրները։ Մոտավորապես 70% դեպքերը, 70-ից ավել տոկոս դեպքերը իրանք կապված են միգրացիոն ֆակտորի հետ։ Հարաբերակցությունը մոտավորապես 70%-ը տղամարդիկ են, մոտ 30%-ը կանայք։ Դիսպանսեր հսկողության տակ է 1700 քաղաքացի, նրանց անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է օրենքով։ Պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով վերջին տարիներին նվազել է իմունային անբավարարություն ունեցողների նկատմամբ խտրական վերաբերմունքը։ Խտրականությունը եւ խարանը բերում է նրան, որ մարդիկ, ովքեր որ պետք է հետազոտվեն, իրանք խուսափում են։ Այդ ամեն ինչից իհարկե առաջի հերթին տուժում է հասարակությունը, որտեղ հասարակության շահը միավի կանխարգելման առումով համար մեկ շահը նա է, որպեսզի միավ վարակ ունեցող բոլոր մարդիկ ախտորոշում ստանան։ Գյուղական բնակավայրերից Ռուսաստան մեկնող միգրանտների շրջանում իրականացված հետազոտությունը պարզել է, որ 16-ից 49 տարեկան տղամարդկանց 0.6% միավ վարակագիր է։ Աշխատանքային միգրացիայի հետևանքով վարակի տարածումը կանխարգելելու համար գյուղական վայրերում Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացվում են մասնագիտական խորհրդատվություններ։ Մարիաննա Դանիելյան, Խաչատուր Գեսայան, ժամը լրատվական։